Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ բարձր տրամադրություն եւ հրաշալի հյուրեր։ Եվ այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսը ստեղծվել է 1961 թվականին Ջոն Քենեդիի կողմից աշխարհում խաղաղությունը եւ ընկերությունը ամրապնդելու նպատակով։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 215,000 խաղաղության կորպուսի կամավոր է ծառայել աշխարհի ավելի քան 139 երկրում։ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով։ Եվ այսօր մեր տաղավարում են ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները Քեթ Փաուելը, խաղաղության կորպուսի երիտասարդության զարգացման ծրագրերի կամավոր եւ Քոլթոն Լին, խաղաղության կորպուսի անգլերեն լեզվի ծրագրի կամավոր եւ իհարկե Հերմինե Ղազարյանը, հասարակայնության հետ կապերի մասնագետը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ասեմ, որ մեր հյուրերի հետ հայերեն ենք շփվելու, որտեղ իրենք արդեն բավական ժամանակ ապրում են Հայաստանում եւ նույնիսկ եթե շատ խորանանք, Քյավառի լեզվով էլ բարբառանել կարող ենք։ Սա ունի իր նախապատմությունը։ Նախ մի փոքր հասկանանք, երբանից եք Հայաստանում, քանի տարի է այստեղ։ Ես արդեն ապրել եմ Հայաստանում 2 տարի։ Իմ առաջին 2 տարի Հայաստանում ապրել եմ Հրազդան քաղաքում, այնտեղ ես անգլերեն եմ դասավանդել եմ ավագ դպրոցում։ Ավագ դպրոցում դուք։ Կարող եք Քյավառի բարբառով պատասխանել։ Մարտ ամսին կլրանա 2 տարին, ինչ Հայաստանում եմ, ես ապրում եմ Քյավառում։ Իմ ալես։ Լավ եմ, դու ասա։ Շատ է տակնի երաշտական նախասիրություն ունի մեր հյուրը, շատ է սիրում Նեմրային և Արամ Ասատրյանին։ Անպայման։ Չգիտեմ, ձեզ բացատրել եմ, որ Սավերձոնի Ես հուսով եմ Վանը նայում է մեր ծրագիրը, Նեմրայից Վանին հաստատ գիտեք, ես շատ հուսով եմ, որ ինքը հիմա նայում է մեր ծրագիրը և երևի միակ մարդն եք, ում լսում եք իրենց և Արամ Ասատրյանին միաժամանակ։ Շատ հետաքրքիր է։ Եվ հետաքրքիր է, որ դուք որպես կամավոր 2 տարի ծառայելով երկարացրել եք ժամանակը եւ ցանկանում եք շարունակել Հայաստանում մնալ։ Ինձ հետաքրքիր է, ինչն եք ամենաշատը սիրել, ինչու նման որոշում կայացրիք։ Ինչ եմ սիրում Հայաստանում, Հայաստանի մասին, շատ եմ սիրում հայերեն, սիրում եմ սովորել հայերեն, այդտենց, հայկական մշակույթը շատ տարբեր է, քան ամենայի մշակույթը, ուրեմն շատ եմ սիրում սովորել Հայաստանի մասին, նաև հայոց պատմություն, հայերեն բանաստեղծություններ։ Հերմինե, մի փոքր խոսենք մեր հյուրերի հետ կապված, հա, այստեղ Հայաստանում 2 տարի, 2 տարուց ավել նախասիրություններ, իդեպ մեր հյուրը շատ է սիրում հայկական պոեզիան եւ մենք միասին կփորձենք ներկայացնել։ Մի փոքր հասկանանք այս տրամադրության մասին, ինչից է, որ գալիս են մեր հյուրերը Հայաստան ու սիրահարվում են Հայաստանին, նույնիսկ մարզերում են ուզում բնակվել։ Մեր կազմակերպության սկզբունքը հենց հիմնականում մեր կամավորներն ապրում են եւ ծառայում են հիմնականում Երևանից դուրս մարզերում, Քոլթոնը 2 տարի ապրելով մարզում, 3-րդ տարին նոր էստեղ է Երևանում, որովհետեւ կարծում ենք կարիքն այնտեղ ավելի շատ կա։ Կարծում եմ դա եւ հայերից է, հայկական հյուրընկալությունից է, որովհետեւ հայերը շատ ջերմությամբ են ընդունում իրենց եւ նրանք սիրում ու սիրահարվում են մեր երկրին, մեր մարդկանց, ինչպես նաեւ կարծում եմ հենց կամավոր լինելով նրանց մարդկային որակներից է, որովհետեւ իրենք գալիս են 2 տարի պատրաստ լինելով իրենց կյանքից նվիրաբերել, ծառայել, ապրել հայ ժողովրդի կողքին նույն պայմաններում, ինչպես իրենց համայնքներում են ապրում։ Կարծում եմ երկկողմանի է այդ սերն ու փոխադարձ այն։ Հրաշալի։ Եվ փորձենք մի փոքր հայկական պոեզիա վայելել առավոտ շուտ։ Ես արդեն եթերից առաջ արդեն մենք ճշտեցինք, որ դուք սիրում եք Սևակ, Չարենց, Համոս Սահյան եւ հիմա ձեր ընտրությամբ Փոքրիկ մի հատված։ Քառատող։ Ես կասեմ Սևակի, մի հատ Սևակի ես չեմ որոնում։ Ես չեմ որոնում է նա ով կամենում է ինչ-որ բան գտնել, իսկ ես չգիտեմ, թե ինչպես գտնեմ իմ ունեցածը ցույց տալու հնար։ Վաու, իսկ Չարենցից։
Չարենց Ես իմ հա, ես գիտեմ մի քիչ ես իմ անոշ Հայաստանի արևը համբարն եմ սիրում, մեր հին սազի ոգբանավա գլացոկումած լարն եմ սիրում, այննանման սահիկների ու վայտերի բույրը վարման ու նայրան ակչիկների հեսաճակում պարն եմ սիրում։ Դուք քանի տարով եք երկարացրել ձեր մնալը։ Հիմա դες կարելի է միանգամից անձնագիր տալ Հայաստանի։ Չէ, ինձ թվում է անգլերենի դասավանդմանը հաջորդելու է հայ եւ գրականության, հայոց լեզվի եւ գրականության դասավանդումը միանգամից։ Շատ հետաքրքիր է, Քեյթ։ Մեր հյուրը, հա, Քոլթոնը սովորել է պոեզիա եւ իհարկե այսօր ներկայացնում է։ Ով է եղել ձեր դասատուն Հայաստանում, որ դուք սիրում եք Նեմրա եւ Արամ Ասատրյան։ Ինչ ասեմ, ես շատ եմ սիրում հայկական երաժշտություն, ամեն ինչ լսում եմ, Նեմրա, Լավելի, Արամ Ասատրյան, Բրունետ, ամեն ինչ շատ սիրում։ Արամ Ասատրյանից որն է ձեր ամենասիրելի երգը։ Տրախտի Կարող ենք միասին։ Փորձենք։ Տրախտի ալվանցախիկեին Պերին, անմահական դեկտարունի շութերին։ Բրավո։ Շատ լավ է։ Վաղը Սուրբ Ծնունդն է, հա, Միացյալ Նահանգներում։ Ես գիտեմ, որ սա շատ մեծ տոն է, շատ հետաքրքիր եւ ինչպես եք դուք այստեղ Հայաստանում պատրաստվելու դրան։ Դրանից հետո ես կարող եմ ասել գիտեք որ հա ճիշտ եք ասում վաղը ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդ դե տարբեր հա ինչ եմ անում այս տարվա ուղղակի ես մենակ եմ ապրում այստեղ Երևանում ուրեմն չեմ նշում վաղը կնշեմ հունվարի 6-ին Մեզ հետ միասին։ Շաքարվեցիա։ Իսկ ձեր ընտանիքը ինչպես է նշում Միացյալ Նահանգներում Քրիսմասը։ ԱՄՆ-ում ինչ են անում իրականում այսօր դեկտեմբերի 24-ին սովորաբար մենք գնում ենք եկեղեցի ու դեկտեմբերի 25-ին իմ ընտանիք մենք տանենք ուղղակի հանգստանում ենք այդտենց Իսկ դուք ոնց եք նշելու վաղը։ Ես կնշեմ վաղը մի քիչ երևի իմ ընկերների հետ հյավարում ես աշխատում եմ վաղը իմ երիտասարդական կենտրոնում բայց ուրախ եմ որովհետև ես կլինեմ իմ ընկերների հետ եւ երեխաների հետ Ամերիկայում ամենակարևորը ինձ համար որ ես լինեմ ընտանիքի եւ ընկերների հետ Քեյթ, Միացյալ Նահանգներում որտեղ եք ապրում։ Անգլերեն ԱՄՆ-ում որտեղ եք ապրում։ հա ես Ինդիանա նահանգից եմ Ինդիանա նահանգի ու Քյավառի տարբերությունը ո՞րն է։ Չկա։ Երևի չկա շատ նման Քույր քաղաքներ են։ Ես ապրում եի փոքր քաղաքում ուրեմն մի քիչ նման Մի քիչ նման։ Ահա։ Շատ լավ, եկեք հասկանանք հետագա անելիքների մասին, որովհետև ոնց հասկանում եմ, այստեղ Հայաստանում ձեր շատ են դուր եկել։ Խոհանոցն են դուր եկել, մարդիկ են դուր եկել, պոեզիան, երաժշտությունը, հա, ինչպես եք պատկերացնում, հետագան ինչպես է շարունակվելու այստեղ։ Ինչ նոր բացահայտումներ պիտի անեք։ Future plans in Armenia. Չգիտեմ հիմա Կա նոր ուղղվածություն, որ ուզում եք բացահայտել ձեզ համար Հայաստանում, նոր գիծ։ Anything you want to explore in Armenia? Ապագայում ես ուզում եմ գնալ բոլոր մարզեր հիմա ես պիտի գնամ Սյունիք եւ Արմավիր Օհո Դուք ես էլ ուզում եմ գնալ ուրիշ տեղում արդեն գնացել եմ շատ տեղեր Հայաստանում օրինակ ես գնացել եմ Կապան 2 անգամ շատ հետաքրքիր է ինձ համար սիրում եմ Կապան այդ բնություն եւ այդ ճարտարապետություն շատ հետաքրքիր է Քեյթին հյուր գնացել եք Քյավառ գնացել Ես վստահ եմ Սյունիքում ջուրը շատ կսիրեք եւ օդը, որովհետեւ ամրակուր Սյունիքում եւ օդը շատ մաքուր է եւ ջուրը ամեն իհարկե Հայաստանում բոլոր տեղերում այդպես, բայց Սյունիքում առավելապես այդպես է։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ առաջիկա պլաններ ունեք, քանի որ 25 թվականը մոտենում է իր ավարտին, ինչպես տարին անցկացրեցիք, ինչ հասցրիք անել եւ ինչպես եք գնում դեպի 26 թվական։
26 թվականին պատրաստում ենք դիմավորել կամավորների մեր նոր խմբին։ Ամեն տարի մենք կամավորների նոր խումբ ենք ունենում Ամերիկայից։ 2026 թվականի մարտին մեր նոր խումբը կլինի Հայաստանում, ովքեր երամսյա դասընթաց կանցնեն, հայկական մշակույթը կուսումնասիրեն, հայոց լեզուն կսովորեն, որից հետո կանցնեն իրենց ծառայությանը։ 2025 թվականը լի էր հաջողություններով, մի շարք ձեռքբերումներ ունեցանք, աշխատեցինք տարբեր դպրոցներում, հասարակական կազմակերպություններում։ Մեր կամավորները իրականացրեցին տարբեր խմբակներ, անգլերեն լեզվի խմբակներ, փոխանցեցին ամերիկյան մշակույթը իրենց համայնքներին եւ սովորեցին հայկական մշակույթը, ինչպես տեսնում եք այսօր, ապրեցին տարբեր հյուրընկալող ընտանիքներում, մեր կամավորներից հիմնականում իրենց ծառայության սկզբում ապրում են առնվազն 3 ամիս, որոշներ անգամ 2 տարի հայկական ընտանիքներում։ Այնպես որ 2025 թվականը բավականին է։ Հագեցած էր։ Շատ լավ, եւ ինչ կմաղթեք արդեն բոլոր նրանց ամանորին ընթառաջ, ովքեր այստեղ են եւ ունեն այդ տոնական տրամադրությունը։ New Year wishes. That I Yeah, any New Year wishes for Armenian, for your community, for Gavar. Gavari համար ինչ կմաղթես։ Երևի ես ուզում եմ որ հայերը ապրեն խաղաղ եւ երջանիկ։ Ընդհանրապես Հայաստանում ես մաղթում եմ խաղաղություն, հաջողություն եւ առողջություն։ Վաու։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ձեզ ենք ամենալավը մաղթում։ Այո, անպայման եւ խոստանում ենք, որ տարվա ընթացքում միգուցե նաեւ այնպես ստացի, որ կարողանանք ձեզ հյուր գալ ու հասկանալ, թե ինչ եք անում, ինչպես եք այնտեղ գործունեությունը ծավալում Հայաստանում արդեն այստեղ եւ ինչ տրամադրություն կա։ Ձեզ շնորհակալություն, շնորհավորում ենք ձեզ Սուրբ Ծննդի կապակցությամբ ու մաղթում, որպեսզի կատարվեն բոլոր երազանքները։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր երազանքը, այնպես որ թող կատարվեն նաեւ ձեր երազանքները։ Ձեզ ուզում եմ նվիրել Սարգոն սպիտակ չոր գինի, որտեղ վառը Սուրբ Ծնունդ է, այնպես որ հրաշալի առիթ, որպեսզի բացեք եւ նշեք Սուրբ Ծնունդը, եւ գիտեմ, որ Միացյալ Նահանգներում շատ տարածված են բացիկները, շնորհավորանքի բացիկները, ուզում քանի Արամ ասատրենց ափսոս այսօր չեմ բերել, բայց Թաթայից ունենք բացիկներ, այնպես Թաթայն եք սիրում։ Վաու, ինչ լավ։ Էլի տոնածառ առանց պապ, ձմեր պապ, հիշում եք այս երգը։ Ահա, սա ձեզ Ձեզ ուզում եմ նվիրել էլի Թաթայից նոր տարի Ջունանուշիկ իմբարի ես գիշեր մեր տունարի տոնածառ զարդարի Գալուր Չարենց եւ Անտարյան դու ունեիր բացիկները Բայց ես չգիտեի Թող տարին բարի լինի ուրախություն թող գերի Սա էլ ձեզ ու շնորհակալություն որ մեր հյուրն եք Սպասում ենք ձեզ նորից մեր տաղավարում Շնորհակալ ենք։ Եվ գրկե շնորհավորում ենք տոների արթիվ Շնորհակալություն Շնորհակալություն։ Դե Տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե խոհանոցում ինչ Այո, փոքրիկ դաթարից հետո գնանք խոհանոց, որովհետև այնտեղ հիմա Երուսերը կարճ դաթար ու հետո կգնանք խոհանոց արդեն